Պարոն Ալեքսանյան, 2018 թվականի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին թալանչիներին պատժելու պետք է պատժեն։ Ըստ էության որևէ մեկը չի պատժվել։ Կոնկրետով արդարացում է դա։ Ով արդարացում։ Սերժ Սարգսյանի աղբոր տղեն չի նստել։ Այս պայդրության պետությանը արդեն $500 միլիոն չի վերադարձվել։ Մեկ երկուսը, թալանչիների շարքը $500 միլիոն, ժողովուրդ, $500 միլիոն։ Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին Հայաստանի ամբողջ պետական բյուջեն մոտ $2 միլիարդ էր։ 25%-ի չափով գումարը հետ վերադարձվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 25%-ի չափով արդեն։ Մի 3-4 այսքան էլ վերադարձվում է ճանապարհին։ 8 տարի է գրեթե իշխանության եք, բայց 7 տարում $500 միլիոն նախ ված ցուցանիշ չի, սկսենք դրանից։ Երկրորդն էլ այդ մեխանիզմը այնպես ենք ներդրել, որ հետագայում դրան էլ ներում բեկում չի լինելու։ Պարոն Փաշինյանը նաև նշում էր, որ երբ որ ինքը գնում է հանդիպումների, իրենից բողոքում են, ասում են, ինչու սա չեք արել, նա չեք արել, ըստեյության նաև ինքն էր փաստում, չէ՞ որ նախկիններին չեն պատժել։ Միանշանակ մարդիկ դա հիմնական բողոքն է մեզնից։ Դա պետքա փաստել, այո։ Այսինքն ըստեյության ամբողջությամբ չի հաջողվել միանշանակ process-ը դանդաղ է ընթանում։ Այն արագությամբ չի ընթանում, որը կգոհացներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դա անհնար է հերքելը։ Հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սատանաներ կան, պետք է գտնել սատանաներին, բայց ըստ էության սատանաները չհասկացաք, որ դա գրոտեսկ էր։ Բայց լավ։ Չգտան։ Հիմա կարծես թե եկեղեցականների դեմ է պարոն Ալեքսանյան սկսվել, նրանց սեռական կյանքի մասին են հրապարակումներ տեղ ունենում։ Հաջորդը ով է լինելու պարոն Ալեքսանյան։ Այսինքն հաջորդը ով է լինելու։ Եկեղեցականներ, նախկիններ, սատանաներ, այսպիսի պնդումներ են արվում եւ փորձում ենք հասկանալ հաջորդը ով է լինելու։ Ձեր նշած բոլոր 3-ը մեկում են հանդես գալիս, այսինքն սատանաներ, եկեղեցականներ եւ նախկիններ, մենք ունենք այնպիսի կերպարներ, որ այն հայտնի են սուրճի մակ կոֆեի նման 3-ը մեկում համատեղում են այդ ամեն ինչ, ունենք նմանատիպ կերպարներ ու դա հերքել չի կարելի։ Բայց այսինքն նկատենք, էլ ինչ ատրիբուտներով է կարելի բնորոշել որոշակի գործիչներին, գուցե կգտնվեն նաև այլ ատրիբուտներ, որոնցով հնարավոր կլինի այդ նույն գործիչներին բնորոշել, չգիտեմ։ Պարոն Ալեքսանյան, ձեր թույլտվությամբ որքանով է կոռեկտ, երբ որ մարդկանց սեռական կյանքի մասին են հրապարակումներ գնում։ Ես վարչապետի այդ խոսքը չեմ ասի, դա անհարիր է հնչեցնել եթերում, բայց որքանով է կոռեկտ մարդկանց սեռական կյանքի մասին հրապարակումներ ունենալ։ Եվ ի վերջո ամենակարևոր հարցը, որ հիմա հանրությունը հաճախակի նաև լրագրողներին տալիս է, երբ որ վարչապետի կինը կամ վարչապետն ասում են, որ կան եկեղեցիում մանկապիղծներ։ Դուք պարզեցիք վարչապետից, ովքեր էին այդ մանկապիղծները եկեղեցու ներսում, կամ ով էր սրբազանը, որը իր քեռու կնոջը վարչապետի խոսքը չեմ կրկնի, փորձեցիք բազել, հանրությունը դա ուզում է իմանալ։ Որ ասում եք պետք չի մտնել մարդկանց սեռական կյանք, բայց եկեք ֆիքսենք այդ մարդիկ ի սկզբանե իրավունք չունեն ունենալ սեռական կյանք։ 8 տարի իշխանության եք, պարոն Ալեքսանյան ջան, ի՞նչ կապ ունի։ Բայց իշխանությունն ի՞նչ կապ ունի։ Իշխանությունը ընդհանրապես կապ չունի այս բանի հետ, իշխանություն ունենալ չունենալը։ Հիմա այս թեման պարբերաբար բարձրացրել են թե իշխանություն ունեցող մարդիկ, թե իշխանություն չունեցող մարդիկ, թե ընդդիմադիր օրաթերթեր, թե հիմա ընդդիմադիր, թե այն ժամանակ ընդդիմադիր օրաթերթեր, մասնավորապես հրապարակ օրաթերթը, օրինակ, որ հիմա ամենակուռ ընդդիմադիր թերթն է, Մերձ Դաշնակցական կամ Մերձ Քոչարյանական այդ թերթն է ժամանակին գրել, կարծեմ շատ վատ արևոր կաթողիկոսի դստեր անունն էլ է գրել, շատ վատ արի, ես քննադատում եմ դա ու գտնում եմ, որ չէր կարելի անձնավորել ու թիրախավորել հենց այդ կուսակրոն եկեղեցականների ընտանիքի անդամներին, որտեղ նրանք այստեղ ոչ մի այնքանով առնչություն ունեն, որ հենց իրենք են այդ մարդկանց ազատները, բայց դա չի էական, այսինքն նրանց ով լինելը չի էականը, ոչ մի տարբերություն չկա, թե ով են այդ մարդիկ։ Խնդիրը այն է, որ մարդիկ խախտել են Աստծո հետ կապած ուխտը եւ այդ փաստի բերումով, ապա լեգիտիմացնում են հայ առաքելական եկեղեցում իրենց դերը, հասկանում եք, ու դա մեծագույն խնդիր է։ Դե հիմա շատ լավ ասեմ, անցած տարի որ սկսեինք, նույն հարցը դուք տալու եք։ Ասելու եք ինչու հիմա հիշեցիք, որովհետև այն մեկը դուրս է եկել փողոց ու եւ այլն, դրա համար հիշեցիք, դրա նախորդ տարին որ անենք։ Ասելու եք հերթական հայտարարությունն է տարել կաթողիկոսը, դրա համար հիշեցիք, դրա նախորդ տարին անենք։ Ասելու եք կաթողիկոսը Մայրաթոռը սարքել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական գրասենյակ, դրա համար հիշեցիք։ Ցանկացած ժամանակաշրջանում էլ այդ հարցը տալու եք։ Ինչ տարբերություն։ Հիմա է հարցը, հիմա ինչ է։ Հիմա խնդրական վիճակ է դրա համար։ Դրանից մեր հարցի էությունը չի փոխ
փոխվում։ Ուզում է հիմա հիշեինք, ուզում է 5 տարի առաջ հիշեինք։ Ունի կաթողիկոսը զավակ, թե չունի, դրանից այդ հարցը չի փոխվում։ Այսինքն ինչքան ուզում ասեն ինչի եք հիմա հիշում, ինչքան եք հիմա հիշում, լավ ենք անում, հիմա ենք հիշում։ Պատասխանեք հարցի։ Ինչ է տալու հանրությանը։ Հանրությանը տալու շատ կարևոր հարցի։ Պատասխան արդյոք իր կաթողիկոսը իրավունք ունի լինել կաթողիկոս կամ արդյոք իր կաթողիկոսը կաթողիկոս է։ Որտեւ եթե պարզվի, որ կուսակրոնության ուխտը խախտել է, ուրեմն քրեորեն պատժելի արարք չի ունի։ Մենք քննչական կոմիտեի։ Չէ, միանշանակ, սա պետքա ֆիքսել քրեորեն պատժելի չի, որպես քաղաքացի, բայց այդ դեպքում արդեն ոչ թե որպես Գարեգին B, այլ կտրիչ Ներսիսյան, եթե չեմ սխալվում, իրավունք ունի ունենալ անձնական կյանք եւ ոչ մեկ իրավունք չունի այդ անձնական կյանքին միջամտել կամ առհասարակ դա բերել քննարկման առարկասակ, բայց որպես քաղաքացիականաց։ Իսկ որպես հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս չունի այդ իրավունք։ Պարոն Ալեքսանյան, իսկ դուք փորձեցիք պարոն Փաշինյանից կամ Տիկին Հակոբյանից իմանալ, ովքեր էին եկեղեցու ներսում մանկապարտությամբ զբաղվել։ Չէ, չեմ փորձել, բայց դրա մասն էլ եթե չեմ սխալվում, բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Հրապարակում հիմք։ Չէ, մամուլում, ես եթե չեմ սխալվում, դե հիմա վարչապետը հայտարարություն է տարածել երկրի առաջի դեմքը։ Վարչապետը մանկապիղծ, դե վարչապետը, ասում եք վարչապետը, չէ, վարչապետը կինը պաշտոնատար անձ չի։ Չգիտեմ, փորձեք իրենից ճշտել, ես չգիտեմ, բայց գիտեմ, որ այս թեմայով բազմաթիվ հրապարակումներ եղել են էլի։ Տարբեր, եթե չեմ սխալվում, նույնիսկ նախկին հոգևորականների կողմից, եթե չեմ սխալվում, էլի մեղք չվերցնեմ վրաս, նմանատիպ պնդումներ ու հրապարակումներ են եղել։ Կան, պարոն Ալեքսանյան։ Դե հրապարակումները որպես այդպեսին վկայակոչելը չգիտեմ ինչքանով է հիմք։ Պարոն Ալեքսանյան, մեր երկրում բազմաթիվ այլ նաև կրոնական կազմակերպություններ կան, մորմոններ, Եհովայի վկաներ։ Իսկ երբևիցե փորձել եք իմանալ իրենք ինչ կյանքով են ապրում, ինչ սեռական կյանքով են ապրում։ Մարդիկ ասում են, ինչու օրինակ մյուս կրոնական կազմակերպությունների սեռական կյանքի մասին որևէ բան չեն հայտնում կամ նրանք ինչով են զբաղված, ինչ են անում։ Դե օրինակ ես նրանց հետևորդը չեմ։ Ես մորմոն չեմ։ Չգիտեմ, մեր քաղաքական թիմում մորմոններ չկան, ինչքանով ինձ է հայտնի։ Չկան մորմոններ։ Հիմա եթե այդպես մորմոններ կուսակցություններ կան, որտեղ մորմոնները մեծամասնություն են կազմում կամ որոշիչ դեր ունեն, գուցե իրենք էլ ինչ-որ պայից սկսեն այդ հարցով հետաքրքրվել, ես բնավ դեմ չեմ, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ապահովում է յուրաքանչյուրի կրոնական ազատությունը։